Բարև ձեզ։ Պարոն Մեխակյան, դուք ավականուն իստով եք հետաքրքրված, որ հիմա այս պայն աշխատանքային այցով իմ մարզային այցելություններն էի անում եւ աշխատանքի օրվա ավարտին որոշել եմ իմ ընկերների հետ մեկ գավաթ սուրճ խմել։ Պարոն Մեխակյան, ձեր տեխնացության հետ կապված քիչ առաջ հարցում էինք անում, ամենատպավորիչ հատվածը մարդկանց խոսքից նաեւ այն էր, որ ձեր հորը հարգում են, հիշատակը նաեւ հարգում են, բայց ասում են դուք ըստ էության ուրացել եք, շարունակելով մնալ քաղաքացիական պայմանագրում, այս առումով ինչ կասեք։ Դա կոնկրետ քաղաքական ուժերի պնդում է, իրենց նեղ քաղաքական ներողություն, որովհետեւ երբ որ հարցը պնդման տեսքով է տրվում, միգուցե մանիպուլատիվ թվա քաղաքացիներին, բայց ամեն մեկը իր կարծիքը ունի, ես բնավ ցանկություն չունեմ որևէ մեկի կարծիքին բռնանալու, բայց ես ասեմ, այս թեզը ընտրություններից ընտրություն 2020 թվականի պատերազմից հետո 2021 թվականի ԱԺ ընտրություններին, այնուհետև հիմա այս ըստ էության նախընտրական կամ պլանավորված արտահերտ ընտրությունների ֆոնին այս խոսակցությունները ակտիվանում են կոնկրետ քաղաքական ուժերի կողմից, կոնկրետ քաղաքական նեղ շահեր հետապնդելով։ Խոյ համայնքը ուզում են խոշորացնեն, միացնեն Էջմիածնին, որպեսզի հնարավորություն ունենաք Էջմիածնի այսպես քաղաքապետ ընտրվելու, այս առումով ինչ կարող եք ասել, եւ նաեւ ժամանակավոր պաշտոնակատարի մասին է խոսվում, որ ուզում են նախ ձեզ բերել որպես ժամանակավոր պաշտոնակատար, հետո որ ձեր շանսերը մեծ լինեն հետագայում ընտրվելու։ Շատ լավ, ասեմ հետեւյալը, օրենքով սահմանված կարգով Վաղաշապատ համայնքի ավականին ինքը իրավասու է իր համայնքի ղեկավարի հրաժարականից հետո պետք է հստակ ընթացակարգով շարժվի։ Այս ընթացակարգը իր ժամկետների մեջ սպառելուց հետո ինչ որոշման որ հանգեցնի, հետեւաբար ըստ այդ կայացրած որոշման նաև հետագայում քաղաքական ուժը, քաղաքացիական պայմանագիրը որոշում կկայացնի։ Այո, տեխնացությունը առաջադրվել է վարչությունում իմ կողմի իմ տեխնացությունն է առաջադրվել, հավանության է արժանացել, ես ինքս հավանություն եմ տվել այդ դրան եւ մենք համայնքների խոշորացումը անում ենք ի նպաստ մեր քաղաքացիների, այն մարդիկ կամ այն քաղաքական ուժերը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել մեր քաղաքացիների ուշադրությունը սևեռել հետեւյալ հանգամանքի վրա։ Այն ուժերը, այն քաղաքական ուժերը կամ այն մարդիկ, ովքեր որ դեմ են գնում այս որոշմանը, կամ իրենք ընդհանրապես պատկերացում չունեն, դա ինչ է նշանակում համայնքների խոշորացում, կամ կոնկրետ չեն ցանկանում, որպեսզի մեր համայնքները բարգավաճեն եւ հզորանան, որովհետեւ փոքր ռեսուրս ունեցող համայնքը չի կարող ուժեղ լինել։ Սա փորձված մոդել է եւ նաեւ առաջ ընկնելով պատասխանեմ մի քանի հարցերի, որոնք նախկինում եւս այսինքն այս օրերի ընթացքում բավական ակտիվացել են իմ տեխնացության վերաբերյալ հարցը, որ ես խոյի բնակիչ եմ եւ այլն եւ այլն։ Ուրեմն ցանկացած էջմիածնեցուց վատ էջմիածնեցի չեմ, ովքեր հետաքրքրված են իմ տեղակալ եք եղել ներողություն, ես ընդամենը 4 ամիս եմ տեղակալ եղել եւ թող բացեն այդ ընթացքում նայն 4 ամսվա եւ 5 ամսվա ընթացքում ինչ է ահռելի աշխատանք են կատարել այդ ընթացքում, մեծ նախագծեր ենք նախագծման մեծ աշխատանքներ են կատարել քաղաքի հետագա զարգացման հետ կապված եւ ընթացիկ աշխատանքներ ենք իրականացրել։ Ուրեմն ես ավարտել եմ Էջմիածնի Ներսիսյան վարժարանը, իմ կյանքի մի մասը, եթե ոչ մեծ մասը անցկացրել եմ Էջմիածին քաղաքում, հավասարապես եւ Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչ եմ։ Իմ կենսակերպով, իմ օրվա մի մասը անցնում է այստեղ եւ դա բավական երկար տարիներ, մի մասը իմ ծննդավայրում։ Եվ այնքան բնական է, որ Խոյ համայնքի 17 գյուղական բնակավայրերով եւ Վաղաշապատ համայնքը իր մեկ գյուղական բնակավայրով պետք է վերամիավորվի, որովհետև այդ համայնքները, այդ բնակավայրերը նախկինում էլ դեռևս սովետական միության տարիներին իրենց ենթակառուցվածքներով հարմարեցված են դեպի Էջմիածին քաղաքը։ Տրանսպորտը, տնտեսական կենտրոնը մարդկանց համար միշտ դիտարկվել է Էջմիածին քաղաքը։
Իսկ ընդդիմության մեր հարգելի գործընկերները, ովքեր անընդհատ մեջ են բերում, որ մեխակյան արգիշտին ինչ կապ ունի Էջմիածին քաղաքի հետ, թող բացեն իմ կեսագրությունն եւ տեսնեն ինչքանով կապ ունեն եւ իրանք ինչքանով կապ ունեն այստեղ։ Փոխանակ իրենք մեր բնակիչներին իրենց ծրագիրը ներկայացնեն, իրենց զարգացման ծրագիրը ներկայացնեն, անընդհատ բոյկոտում են մեխակյան արգիշտի թեկնածության առաջադրելու հետ կապված, ի սկզբանե ընդունելով պարտվողական կեցվածք։ Տեսեք, օրինակ Նիկոլ Փաշինյանը իր ծրագիրը կոնկրետ եկեղեցու հետ կապված արդեն ներկայացնում է վեհարան մտնելու, վեհապարին փոխելու վերաբերյալ։ Այս ժամանակ ենթադրենք դուք Էջմիածնի քաղաքապետ եք կամ թեկուզ Արմավիրի մարզպետի եք, այսպես պաշտոնում, ինչ եք անելու, Փաշինյանի հետ մտնելու եք վեհարան։ Ինչ եք անելու, սա էլ է շատ կարևոր չէ։ Տրված են այդ հարցերը, ես որևէ մեկնաբանություն չունեմ անելու եւ ես ասում եմ որպես մարզպետ եւ որպես ապագայում նաեւ եթե Էջմիածնի կամ Վաղարշապատ համայնքի ղեկավար իմ լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու եմ որպեսզի համայնքը եւ Մայրաթոռը ծերտ համագործակցեն ի նպաստ Վաղարշապատ համայնքի Անառակ է ասում վարչապետը, կաթողիկոսին այսօր ասել է անառակ ըստ մեկնաբանում այդ հարցերը հրապարակային գրված են եւ հրապարակային Դուք էլ այդ թիմի անդամ եք։ Պատասխանում այդ հարցին, որովհետեւ չեմ մեկնաբանում դրանք։ Կիսում եք, բայց կիսում եք թե չեք կիսում։ Ես չեմ մեկնաբանում։ Բայց այդ դեպքում ինչ պիտի ասի Էջմիածնցին, հա? Դա ինչ կապ ունի, Ժորժ ջան, մենք ընդհանրապես գնում ենք համայնքների խոշորացման եւ արտահերթ ընտրությունների պայմանավորված Վաղարշապատ համայնքի ղեկավարի հրաժարականով։ Դուք մի թիմի անդամ եք, ով աշխարհի ամենավերջին մեղքերի մեջ մեղադրում է վեհապարին, մեղադրում է նաեւ սրբազաններին։ Հետո ասում եք Մայրաթոռի հետ սերտ համագործակցություն։ Այս տեսքով Մայրաթոռը ինքը նաեւ առաջին հերթին նաեւ սոցիալական կառույց է եւ այս պահին էլ անկախ տարաձայնություններից, ես ասեմ բոլոր ժամանակներում էլ եղել են որոշակի տարաձայնություններ թեկուզ Էջմիածին համայնքի իշխանությունների կամ եկեղեցու միջև, բայց հատկապես սոցիալական հարցերում իրենք միշտ համագործակցել են։ Առաջին հերթին հոգևոր կառույց է հիմա, գիտեք, Փաշազադեի հետ համատեղ կարծես թե արշավ սկսված լինի հոգևոր կառույցի դեմ։ Դուք կարծում եք այս ամենը միայն վեհապարի անձի դեմ է։ Ես չեմ մեկնաբանում, ելի եմ ասում, այդ հարցերը ես չեմ մեկնաբանում, որովհետև հարցերը տրված են հրապարակային եւ ինչպես որ դուք եք տեսնում այդ ամենը, այնպես էլ ես եմ տեսնում հրապարակային ձևով գրված։ Հիմա ամեն մեկը իր ձևով ուզում է մեկնաբանել։ Դրանով թող մասնագետները զբաղվեն կամ չգիտեմ, հոգեվոր կյանքով ապրողները թող մեկնաբանեն։ Փաշինյան մասնագետ է, Փաշինյան մասնագետ կյանքով ապրող մարդ չեմ։ Փաշինյանը մասնագետ է։ Եվ այս հարցին էլ չանդրադառնանք, ամեն ինչ ունի իր նախապատմությունը, հետեւաբար ոչինչ հենց այնպես չի լինում։ Այսօրվա ավականունիստը ինչի չկայացավ։ Քաղաքացիական պայմանագրի խմբակցությունը դուք տեղյակ չեք որ չեք հայտարարել որ ինքը բոյկոտելու եւ չի մասնակցելու նշեմ որ Էջմիածին համայնքը Վաղարշապատ համայնքը ունի 27 ավականի որից 15-ը քաղաքացիական պայմանագրի խմբակցության անդամ են 10-ը այլ ուժի ներկայացուցիչ 2-ը այլ հետեւաբար հավաքական եթե վերցնենք ընդդիմադիր ավականիները գոնե 12-ը պետք է ներկա լինեին դրանից քիչ են ներկա եղել, այդ հարցերը նաև թող իրենց մեջ փնտրեն, ընդդիմադիրները։ Արմավիրի մարզպետ եք, հիմա ձեր ինչին է պետք է ամենի մեջ մտնելը, հաշվի առնելով նաև ձեր հոր անուն էլի։ Հիմա պատկերացրեք սկզբից Արցախը կորցրեցինք, դուք մնացիք այս թիմի հետ։ Հիմա տեսնում եք պետության համար առանցքային նշանակություն ունեցող Մայրաթոռն է թիրախավորված։ Այս ամենից հետո այս թիմի համար մտնել մի հատ էլ ընտրապայքարի մեջ ձեր ինչին է պետք։ Շատ լավ, դուք հարցը տալիս եք ի սկզբանե համոզմունք կամ պնդում ունենալով բայց ամեն ինչ էլի եմ ասում ունի իր նախապատմությունը եւ որևէ հարցադրման հետ այն տեսանկյունից որ դուք եք ներկայացնում որևէ կերպ համաձայն չեմ այո մենք կորցրել ենք Արցախը ցավոք եւ ոչ մեկ ինձանից շատ թող չցավի Ձեր հայրը ազատագրող էր իրենք հանձնող են ես էդ եմ ասում եւ մի այն նարատիվներ ընդդիմադիր ուժերի մի շահարկեք եւ թող
Չէ, եկեք որպես եթե անձնական եք ուզում խոսել, կամերաներից դուրս կարող ենք անձնական ժամերով խոսել, դուք ձեր տեսակետը ներկայացնեք, ես իմ տեսակետը ներկայացնեմ եւ ձեր հարցին անդրադառնամ, թե ինչին է պետք, չգիտեմ, հարցի իմաստը որն է, այսինքն մարզպետից գալ Եվ ասենք թե այսինքն ինչ խնդիր է այստեղ լուծում ձեզ որպես տեխնացու առաջադրելով ՔՊ, որտեվ դուք Արմավիրի մարզպետ եք, պակաս կարևոր պաշտոն չէ։ Հարգելի գործընկերներ, իրավիճակով պայմանավորված, երբ որ առաջացել է համայնքի ղեկավարի թափուր պաշտոն եւ նաեւ ապագայում նպատակ ունենալով քաղաքացիական պայմանագիրը իշխող ուժը, որ խոշորացման process-ը դեռևս վերջնական ավարտված չէ, ինչպես Արմավիրի մարզում, այնպես էլ հանրապետության շատ այլ մարզերում, որովհետև ամեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դուք կտեսնեք որևէ խոշորացման կամ վերախոշորացման փնջեր, որոնք որ տեղի են ունեն, դրանք բնականon գործընթացներ են։ Հետևաբար, որպեսզի 26 թվականին կրկնակի թիմ ընտրություններ չլինեն, որոշվել է այս փուլով արտահերթ ձևով արդեն ես այսինքն հիմա մի հատ չլինի, նորից մի հատ էլ 26-ին ժամկետի ավարտից հետո հերթական ընտրություն է լինում։ Այսինքն համայնքը ընտրել է ավականի եւ ըստ էության տրամաբանական կլիներ, որ այդ ավականու կազմից ընտրվեր։ Դուք ուզում եմ հարցը ավարտել, պարոն Մեխակյան, որքանով է ընդունելի, երբ որ համայնքի դուք իմ ասածը ինչը վերջ չլսելով դուք պնդում եք անում, բայց ասա 2026 թվականին հերթական ընտրություններին նաև քաղաքացիական պայմանագիրը ուներ որոշում, որպեսզի համայնքների խոշորացման process-ը գնալու էր առաջ։ Հետևաբար որպեսզի այդ տեսանկյունից չլիներ կրկնակի ընտրություն մի հատ հիմա, մի հատ էլ հետո, դրա համար այս փուլում է որոշում կայացրել համայնքների վերախոշորացումը։ Ընտրությունների երաշխի քով ունի, որ փուլում ինչ կլինի։ Այսինքն հարցս հետևյալն է, պարոն Մեխակյան, դե ինչ իմանաս 1 տարի հետո ինչ կլինի, որը կտանի նաև էլի արտահերթի։ Ուզում եմ ասել, դա բան չի, որ դուք խուսափում եք այսպես եւ 5 տարի կայուն նույն կերպ ընտրվեց քաղաքապետ եւ տեսակ, որ չպաշտոնավարեց մինչեւ բան չի, էլի, որ ընտրական process-ից խուսափելու բանի համար այդքան էլ համոզիչ չի։ Հակառակը խուսափել չէ, հենց այդ եմ ասում, որ մենք անընդհատ չլինի, ընտրվի եւ ավարտվի։ Ես տրամաբանությունն եմ ասում, էլի։ Պարոն Մեխակյան, բայց եկեք կներեք, մի միտքը ավարտեմ, սիրով ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Արմավիրի մարզը այն մարզերից էր, որտեղ որ մինչև 2021 թվականը որևէ խոշորացում չի եղել համայնքների։ Հետևաբար նաև հաշվի առնելով մարզը առաջին խոշորացումը եղել է 21-ին, բայց այլ մարզերում մինչև այդ եղել են խոշորացումներ։ 2012 թվականից սկսած 15 թվականին դրանից հետո պարբերաբար եղել են։ Բայց համայնքների խոշորացման հիմնական գործընթացը սկսվել է մեր իշխանության տարիներին, որովհետև այդ մոդելը ունենալով լավ մոդել մենք փորձել ենք կիրառել բոլոր մարզերում։ Արմավիրի մարզը ունենալով հետևյալ յուրահատկությունը, առանձնահատկությունը, որ ինքը ամենախիտ բնակեցված մարզն է, ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, հետևաբար միանգամից մեծ խոշորացումներ անելը կառավարման տեսանկյունից որոշակի ռիսկեր է պարունակում։ Հետևաբար որոշվել է այդ թվում Վաղարշապատ համայնքում փուլային տարբերակով իրականացնել։ Վաղարշապատ համայնքը նշել, որ ինքը բնակչության Էջմիածին քաղաքը բնակչության 4-րդն է հանրապետությունում։ Հետևաբար միանգամից մեծ փնջային տարբերակով խոշորացնելը կառավարման որոշակի ռիսկեր է պարունակում։ Դրա համար 26-ին, երբ որ ավարտվեր ամենայն հավանականությամբ նորից խոշորացվելու, այս փուլով է որոշվել խոշորացումը։ Պարոն Մեխակյան, շատ լավ, բայց հիմա փաստացի կա ավականու մեծամասնությունը հենց քաղաքացիական պայմանագրից է, բայց ավականուց չի ընտրվում համայնքի ղեկավար եւ գծվում է մի սցենար, որը կհանգեցնի նրան, որ նշանակվի պաշտոնակատար եւ լինի արտահերթ ընտրություններ։ Ընտրողների տեսանկյունից, որ նայում եք, սա վիճահարույց չի։ Իհարկե ոչ, որովհետև ընտրողները շատ կարճ ժամանակ հետո նորից հնարավորություն ստանալու ընտրելու իրենց համայնքի ղեկավարին։ Դա սահմանադրությամբ սահմանված կարգ է, օրենքով սահմանված կարգ է, այստեղ ոչ մի իրավասություն, ոչ մի իրավունք որևէ մեկի չի խախտվում։ Ստեղծված իրավիճակում լուծումներից մեկը դա է եւ մեր իշխանությունը որոշել է գնալ լուծման այդ եղանակով։ Բայց ընդդիմադիր խմբակցությունները այստեղ համայնքապետարանի պնդում են, որ այս խոշորացումը հենց այս փուլում արվում է, որ դուք հնարավորություն ստանաք դառնալ տեխնացու բնակավայրերի համայնքների լինել չլինելու այդ խնդրի հետ կապված։
նրանք շատ սխալ պնդում են անում, որովհետև այլ արգումենտ չունի։ Դա պնդում է անում այն ուժերը, որոնք որ ընդհանրապես ասելիք չունեն մեր բնակիչներին, իրենց զարգացման պլանները չունեն, որովհետև հիմա դուք չփոշորացվել չէիք կարողանա համայնքի ղեկավար դառնալ փաստացի։ Իսկ ինչն էր խանգարում ինձ։ Դե դուք Խոյ համայնքից եք։ Շատ լավ, հիմա շատ կարող է այստեղ ինձ պատկանող տան վրա գրանցումս փոխել եւ 6 ամիս հետո պոտենցիալ տեխնացու դառնալ։ Այսինքն այդ ձևական բաներին ես չեմ ուզում անդրադառնալ։ Ես ուզում եմ բովանդակային, չէ, ես ուզում եմ բովանդակային մասով մենք խոսակցություն ունենանք, որովհետեւ քանի որ լրատվամիջոցների միջոցով մենք ուզում ենք փոխանցենք իրական այն նպատակները, որը որ հետապնդում ենք մենք իշահ մեր բնակիչների։ Ամեն ինչ արվում է, որպեսզի վաղարշապատ համայնքը դառնա ավելի ուժեղ, ավելի հզոր, գեներացնի ավելի մեծ եւ մարդկային ռեսուրս եւ ֆինանսական ռեսուրս, որպեսզի կարողանա այն մարտահրավերներին դիմագրավել եւ զարգացման այնպիսի ծրագրեր հավակնոտ մշակել, որոնք այդ բյուջեն իրեն թույլ կտա։ Ծրագրերը հարևան փառաքարում մերժեցին եւ ԿՊ-ն բավականին ցածր ձայներ էր ստացել, գիտեք, ընդդիմադիր տեխնացուն ինչ արդյունքներ էր գրանցել։ Հիմա ձեր երաշխիքը ո՞րն է, որ այդ ձեր ծրագրերը էջմիացնում չեն մերժելու։ Երաշխիքի տեսանկյունից միայն արկածախնդիր մարդիկ կարող են կոնկրետ երաշխիքներ ներկայացնել։ Երաշխիքը դա հստակ ծրագիրն է եւ այն թիմն է, որի միջոցով կարող ես կոնտրոլին համոզել, որ քեզ ընտրի։ Իսկ Փարաքար համայնքում ես ասեմ, որ նախորդ ընտրությունների համեմատ Փարաքար համայնքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 5% ավել ձայն է հավաքել։ Այո, դա չի բավարարել, որպեսզի լիարժեք իշխանություն ձևավորվի Փարաքար համայնքում, բայց դա Փարաքար համայնքի բնակիչների ընտրությունն է եղել եւ մենք հաշվի ենք նստում այդ ընտրությունների հետ։ Մեխակյան նաև դուք փորձում եք գալ իշխանության մի քաղաքում, որի բնակիչները բավականին զգայուն են եկեղեցու նկատմամբ, կխնդրեմ նշեք, թե ինչպիսին է ձեր գնահատականը այսօր պետական մակարդակով եկեղեցու դեմ սկսված այս արշավը վեհապարին են թիրախավորում պարբերաբար բոլոր սրբազան։ Ես մեր գործընկերոջ հարցին պատասխանեցի նույնաբովանդակ, ես չեմ մեկնաբանում հարցերը հրապարակային հնչել են, պատասխանները հրապարակային են եւ այլն։ Ես չեմ ուզում մտնել։ Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ իրականում ինչի համար չեմ ուզում, որովհետեւ իրականում չեմ ուզում որևէ մանիպուլյատիվ վերնագրեր եւ չգիտեմ այնպիսի ոչ բովանդակային նյութեր հրապարակվեն, որոնք այսպես թե այնպես հուզական ֆոնդի վրա կարող են ազդել։ Կներեք, ձեզ հետ այստեղ նստած ավականու անդամներ կային էջմիածնի դեմքով ուղղակի շատերին չգիտեմ դրա։ Չէ։ Իսկ դուք ունեք համի պատասխանը ինչու այսօր քպեականները չներկայացան նիստին։ Մենք ի սկզբանե հայտարարել ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որ բոյկոտելու են նիստը եւ չի մասնակցելու։ Երկրորդին էլ չեք մասնակցելու։ Ոչ, մենք չենք մասնակցելու, բայց իմ կողմից հարց է առաջանում, որ ընդդիմության ոչ բոլոր ներկայացուցիչներն են նաեւ ներկա, ընդդիմությունը։ Չէ, իրենց ներկայությունը միևնույն է, որոշիչ չէր լինելու, պարոն Մեխակյան։ Գիտեն, մենք դե դեպքում եթե Դուք ասում եք հայտարարել են։ Դե այդ դեպքում իրենք թող ընդհանրապես չգան, եթե որոշիչ չէ, այդ դեպքում իրենք ինչ են ներկայացել։ Թող բոլորով չներկայանան, այսպես թե այնպես ԿՊ-ն մեծամասնություն է եւ իր չգալով արդեն ակնհայտ էր, որ նիստը Մեկի հետ կապ չէին կարողացել հաստատել, հիմա կարողա դուք եք կարողանում կապ հաստատել, նորություն չի, որ փորձում են, օրինակ Գյումրիում բարբերաբար փորձում էին մյուս ավականու անդամների հետ կապ հաստատել իշխանության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներից ոմանց հետ ես դեռևս ուսանող տարիներից կապ ճանաչում ենք իրար եւ ունենք նորմալ հարաբերություններ։ Փոքր քաղաք է եւ բոլորը իրար ճանաչում են։